Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Նարեն ու Հայկը կարծես թե ապրում են իրենց սիրո ամենանուրբ ու մեղմ պահերը։ Նրանց հանդիպումները լի են ջերմությամբ, հայացքներով, խոսքերի մեջ թաքնված խոստումներով, սակայն Հայկը սկսում է նկատել մի բան, որը կրծում է նրա ներսը։ Նարեն այլևս նույնը չէ։ Հայկի ներքին ձայնը երբեք չի խաբում նրան, իսկ Նարեի հայացքում հաճախ երևացող անհանգստությունը, պատասխաններից խուսափումը, շփոթվածությունը միայն խորացնում են նրա կասկածները։ Նա արդեն չի կարող լռել։ Նարեի ձեռքերը բռնած բարձրաձայնում է իր կասկածները, ասում է, որ տեսնում է խուճապ Նարեի աչքերում, զգում է վախը, այն թաքուն ցնցումը, որը մի պահ փայլում է նրա հայացքում։ Բայց Նարեն շարունակում է ժխտել։ Նա հերքում է ամեն բան, փորձելով ժպիտի հետևում թաքցնել ճշմարտության դառնությունը։ Նրա սրտի մեջ այրվում է երկակի մեղքը, նախ լռությունը իր հոր, Սաքոյի հանցանքի շուրջ, այն իրականությունը, որ Հայկի հայրիկի Աշոտի կյանքն ավարտվել է հենց Սաքոյի ձեռքով։ Եվ այժմ նոր ծանրության ավելացում՝ Լալայի իր հորաքրոջ վերադարձը Հայաստան։ Նա Հայկին չի ասում ոչ նրա ներկայության, ոչ իրենց հանդիպումների մասին։ Ճշմարտությունը թաքցնելը դարձնում է Նարեին ստի ճամփորդ, եւ որքան էլ սերը մեծ լինի, ստի ստվերը սկսել է ընկնել այդ սիրո վրա։ Նարեն իբրև սերիալի դրական կերպար այժմ քայլ առ քայլ վերածվում է մի աղջկա, որի պահվածքը լի է ստով, խուսափումներով, կասկածներով, եւ Հայկը իր էությամբ ուղիղ ու արդար շուտով կանգնելու է կյանքի ամենածանր բախման առաջ՝ սիրել մի աղջկա, ով թաքցրել է իր կյանքի ամենացավոտ ճշմարտությունը։ Մինչ այդ Միքոն իր կյանքում եւս բախվում է մեկ այլ ճշմարտության։ Նա իմանում է, որ Սոնան խաբել է իրեն, ցեվացնելով, թե Լիլիթը վատառողջ չէ։ Զայրացած, վիրավորված ու խաբված Միքոն բարձրացնում է ձայնը Սոնայի վրա։ Նա չի հանդուրժում այսպիսի ստորություն ու կեղծիք։ Նրա աչքում Սոնայի այդ քայլը դառնում է իրենց ամբողջ ընտանիքի վարկաբեկում, հաշվի առնելով, որ այդ ամենն արվել է վռամին հանդիպելու համար։ Նրա բղավոցները տարածվում են ամբողջ տան մեջ ու հասնում նաև Աբոյի ականջին։ Վերջինս ներս է մտնում սենյակ զարմացած, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Բայց Միքոն այլևս չի լռում։ Առանց երկար խաղալու պատմում է ամբողջ ճշմարտությունը։ Աբոն քարանում է։ Նրա դեմքը կարկամում է շոկից։ Նա երբեք չէր սպասում, որ Սոնան իր դուստրը կանցնի այս սահմանը։ Եվ հենց այս մռայլ ու լարված օրերին պատմության մեջ հայտնվում է նոր կերպար՝ երիտասարդ, ինքնավստահ մի տղա, որի անցյալը դեռ մառախլապատ է։ Նա ենթադրաբար Անիկի բարեկամն է, բայց նրանով սկսում են հետաքրքրվել բոլորը։ Նրա հայտնվելը պատահական չէ եւ շատ շուտով ամեն բան ցույց կտա, ում կողմից է նա եւ ինչ նպատակներով է եկել։ Հայկը ինչպես միշտ ուշադիր է, Նարեին տուն է ճանապարհում իր հոգատար հայացքով հետևելով նրան։ Սակայն հենց այդ պահը դառնում է նոր խանդի սկիզբ։ Նա տեսնում է, ինչպես է մի երիտասարդ տղա ծանոթ չերևացող մոտենում Նարեին, աչքերը փակում նրա հետևից ու ջերմ գրկում։ Հայկը քարանում է, հայացքն անմիջապես մտնում է խանդից։ Նոր կերպարը մտնում է պատմություն, բայց նրա մուտքը խաղաղություն չի բերելու։ Նա գալիս է, տանում իր հետ անկանխատեսելի իրադարձություններ եւ Նարեի շուրջ ստեղծված գաղտնիքների ցանցն արդեն այնքան է խտացել, որ խեղդում է նրան ներսից։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ով է այդ երիտասարդը։ Գրեք մեկնաբանություն։